Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի մեղմ ասած աղմկահարույց հայտարարությունը Հայաստանում քննարկումների տեղիք է տվել։ Հիշեցնենք, որ հաղորդման ժամանակ նա հայտարարել է, թե Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի եւ հարց է բարձրացրել, թե եթե ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառուներից ելնելով չեն կարող նույնն անել Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող այլ երկրներում։ Որքանով են Սոլովյովի հայտարարությունները պարզապես քարոզչական հռետորաբանություն եւ որքանով քաղաքական ուղերձ, որը պահանջում է լուրջ վերաբերմունք։ Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցելու ենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Պարոն Բաբաջանյան, նախ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այսպեսով, ինչպես կբնութագրեք Սոլովյովի այս հայտարարությունը, կարծիք, քարոզչություն, թե քաղաքական ուղերձ։ Սոլովյովը սովորական հաղորդավար չէ, նա պրոպագանդիստ է։ Սոլովյովը Ռուսաստանի եղերական պատերազմը եւ երեխաների սպանությունը արդարացնող քարոզիչ է ռուսական պետական հեռուստաընկերության գլխավոր դեմքերից մեկը, իդեպ հեռուստաընկերության, որը հեռարձակվում է Հայաստանի հանրային եթերային տարածքում, հարկատուներիս հաշվին գործող մուլտիպլեքսում եւ կարծում եմ, որ սա հավելյալ եւս այս հայտարարությունը առիթ է, որպեսզի մենք կրկին օրակարգ բերենք ռուսական երկու հեռուստաալիքների պետական հեռուստաալիքների քարոզչական այս ալիքների ֆաշիզմ քարոզող ռուսական ֆաշիզմ քարոզող այս ալիքների ուղղակի անթույլատրելիությունը մեր հանրային եթերային տարածքում եւ իհարկե կարծում եմ, որ հայտարարություններն ինքնին ուշագրավ են եւ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու այս կոչը պիտի նաև հստակ վերաբերմունքի արժանանա։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը ցավից է ոռնում, որովհետև Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունները, Սիրիայում շարունակվող իրադարձությունները, Իրանում ծավալվող զարգացումները խոսում են այն մասին, որ ավանդական ազդեցության տարածքները գնալով ավելի ու ավելի անհասանելի եւ անմատչելի են դառնում Ռուսաստանի համար եւ այս կորուստը այսպես սեփական ետնաբակը կարևորելու նոր քաղաքական ռազմավարություն է կարծես առաջ բերում եւ իհարկե այնինչ ասում է Սոլովյովը դա ամենևին իր կողմից արտաբերված կամ իր մտքի պորտկումը չէ, սա Ռուսաստանի նոր աշխարհայացքն է նախկին խորհրդային տարածքի նկատմամբ առնվազն այն հատվածների, որտեղ իրենք դեռևս պահպանում են քաղաքական եւ ռազմական ներկայություն, իսկ Հայաստանում ի տարբերություն շատ այլ հանրապետությունների, օրինակ կենտրոնասիական կամ այլ երկրների, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որը հատուկ ռազմական օպերացիա իրականացնելու օրինակ ներուժ ունի։ Եվ այս իմաստով Հայաստանը պարտավոր է առնվազն կոմունիկացնել ռուսների հետ։ Այս ռազմաբազան, եթե մեզ արտաքին սպառնալիքից չի պաշտպանում, գուցե ներքին սպառնալիք է ստեղծում եւ ինչ պիտի անենք մենք դրա հետ։ Հիմա ընդհանրապես կարծում եմ, որ մենք պիտի նաեւ մեր օդային տարածքում ռուսական ռազմական ուղաթիռների թռիչքների համար միայն պիտի Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համաձայնեցումից հետո այդ թռիչքները թույլատրվեն։ Այս հայտարարությունները պիտի հետևանք ունենան, առնվազն կարծում եմ, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը պիտի Կոպերկինին հրավիրի եւ ասի, որ այս հայտարարությունը մենք դիտարկում ենք պետական հեռուստաընկերության πάρված հայտարարությունը դիտարկում ենք որպես թշնամական ուղերձ Հայաստանի նկատմամբ եւ պիտի դա հստակ վերաբերմունքի արժանանա։ Եվ ավելին կարծում եմ, որ մենք հիմա օրակարգային հարց պիտի դարձնենք Իրանի եւ Թուրքիայի սահմանին կանգնած ռուս սահմանապահներին փուլային կարգով դուրս բերելու եւ մեր ուժերը, մեր կարողությունները այդտեղ կենտրոնացնելու համար, որտեվ այն ինչ ասում է Սոլովյովը, ընդհանրապես դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող պետության սուբյեկտի հայտարարություն չէ, սա թշնամական հայտարարություն է հիբրիդային պատերազմի ընդհանուր տրամաբանության մեջ, հատկապես նախընտրական այս հանգրվանում, իսկ հիբրիդային պատերազմի մեջ բանալի բառը ոչ թե հիբրիդայինն է, այլ պատերազմ։ Իսկ պատերազմ վարում են թշնամիները
եւ մեր գործողություններն էլ պետք է բխեն հենց դրանից։ Այսինքն դուք կարծում եք սա չլինելով անձնական կարծիք, պետք է ունենալ մտավախություն, որ Ռուսաստանը այն ինչ որ սկսեց Ուկրաինայում, ունի նաև պաշտոնական նման մտադրություն, օրինակ, նաև Հայաստանում։ Իհարկե, ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի հետ ծրագրված ամբողջ քաղաքականությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, այսպես քաղաքականությունը, որ մշակվել էր դեռ 2020 թվականին, տեղի ունեցած ամբողջ զարգացումները խոսում են այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ունեցել են եւ ունեն եւ շարունակում են հետապնդել նույնական հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ կործանարար քաղաքականություն։ Թուրքիան ավանդաբար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հետ ունեցել է խնդիր, անհաշտ է եղել, Ռուսաստանը անհաշտ է շարունակում մնալ հայկական պետականության գոյության հետ։ Երկուսն էլ հավասարապես մեզ համար հակառակորդներ են նույնական եւ նույն արժեքով։ Մեր խնդիրն է ոչ թե մերժել երկուսին, այլ փորձել գոյակցության, խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել, մեր քաղաքական կշիռը այնքան բարձրացնել, որ մեր նկատմամբ որևէ ոտնձգություն մեր բոլոր հակառակորդների, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի համար շատ թանկ լինի։ Եվ այս իմաստով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը մեզ ահռելի քաշային կարգ է ավելացնում, քաշ է ավելացնում, որը թույլ է տալիս տարածաշրջանում այնպիսի որակներ ձեռք բերել, որ Հայաստանին այդ իմաստով շատ ավելի ամուր եւ անձեռմխելի է դարձնում։ Եվ Սոլովյովն այստեղ հենց օգտագործում է Հայաստանին կորցնելը մեծ խնդիր կլինի։ Ես կարծում եմ, որ ռուսները արդեն հաշտվում են այդ իրողության հետ, որ Հայաստանը իրենց համար առնվազն կորսված է, որտեղ Հայաստանը վաղուց արդեն սպառազինության իր ամբողջ խմբականակը ձեռք է բերում ուրեմն արևմուտքից, Հնդկաստանից, ռուսական շուկան մեզ համար փակվել է, Հայաստանը սառեցրել է իր հարաբերությունները հապկում եւ ամեն պատե առիթով խոսվում է, որ դա այլևս վերադարձ չի լինելու, մենք պատրաստ ենք նույնիսկ դուրս գալ հապկից եւ մեր քաղաքական ուժի պահանջն է, որ մենք օր առաջ դուրս գանք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից եւ օրակարգում դնենք Եվրամիության հետ անդամակցության խնդիրը, ինչը կզուգահեռվի նաեւ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հրամայականի հետ եւ մենք կինտեգրվենք եվրոպական տնտեսական տարածքին եւ այդտեղ վստահ եմ, որ մեր տնտեսության համար, մեր պաշտպանունակության համար, մեր մարտունակության համար շատ ավելի հեռանկարներ կբացվեն։ Իհարկե կարծում եմ, որ օրակարգային հարց է, ընդհանրապես ռուսական ռազմական ներկայության, ռուսական սահմանապահ ներկայության հարցերը, սրանք առաջիկա քննարկման հարցեր պիտի լինեն եւ ես հույս ունեմ, որ ընտրությունների նաեւ այս հնարավորությունը թույլ կտա, որպեսզի իշխանություններին այս հարցերը բարձրացնենք եւ այս հարցերին շատ արագ լուծումներ գտնենք։ Պարոն Բաբաջանյան, նրանց ովքեր որ շատ կոշտ քննադատության են առհասարակ ենթարկում Ռուսաստանին, դիմախոսներն ասում են, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլը Վենեսուելայի նկատմամբ ինչ էր։ Ինքնիշխանության ոտնահարում չէր, մտան իրենց երկրի ներսում, առևանգեցին այդ երկրի նախագահին եւ նրա կնոջը, որ միջազգային իրավունքով։ Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարում է, որ Մադուրոն երբեք ազատ արդար ընտրությունների արդյունքում չի դարձել նախագահ, որ նա չի ներկայացնում վենեսուելացիների քաղաքական կամքը եւ ավելին միջազգային սպառնալիք է ստեղծել անմիջապես իր հարևանությամբ Միացյալ Նահանգների համար առաջադրված մեղադրանքը առնվազն վերաբերում է Մադուրոյի անմիջական ղեկավարությամբ նարկո կարտելների այդ ամբողջ կառավարման եւ անմիջական մասնակցության նրան մեղսագրվող արարքն է։ Հետևաբար Միացյալ Նահանգները այլևս չունենալով այլ լուծում, քան ուժի կիրառումն է, որոշել է, որ հենց այդ ճանապարհով պիտի գնա եւ Տրամպի քաղաքականությունը մեծապես նաեւ անթակույց այս պահին հրապարակի վրա է, որ
իր նպատակին հասնելու համար իրեն միջազգային իրավունք պետք չէ, ինչպես որ Պուտինի համար պետք չէ միջազգային իրավունք, ինչպես որ Պուտինը թքած ունեցավ միջազգային իրավունքի վրա եւ ներխուժեց սուվերեն այլ երկրի տարածք Ուկրաինա, ասելով որ ինչ որ պատմական մի հանգրվանում Կիևսկը Ռուսիա եղել եւ Ուկրաինան եղել է Ռուսաստանի մաս եւ ինքը որոշել է ուրեմն կայսերապետական իր նկարտումները իրականացնել։ Պետությունների իրավունքը դեպքում պիտի պաշտպանի, միջազգային կազմակերպությունները եւ առհասարակ միջազգային իրավունք կոչվածը առավելապես մեր նման կոմպակտ փոքր երկրներին է պետք։ Մեծ երկրներին պետք չէ։ Մեծ երկրները շատ կաշկանդվում են այդ սահմանափակող կաշկանդող իրավունքներով եւ միջազգային կարգով ես կարծում եմ որ մենք ականատես ենք ահռելի պատմական նոր փոփոխության որտեղ բոլորովին տասնամյակների կտրվածքով նոր աշխարհակահաղական կարգ է հաստատվում այլևս որը նման չի լինելու հետ երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակահաղական իրողություններին եւ աշխարհակարգին եւ որտեղ չափազանց դժվար է լինելու փոքր պետություններին դիմանալ միջև այդ կարգի հաստատումը։ Այս իմաստով մեր շուրջ, մերձավոր արևելքում, Սիրիայում, Իրանում, առաջիկայում Կուբայում են զարգացումներ լինելու։ Տեղի ունեցող այս ամբողջ խմորումները կրկնակի կարևոր են դարձնում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունները, որտեղ առնվազն այս պահին մենք ոչ թե ամեն առավոտ արթնանում ենք անորոշությունից, թե ինչ է կատարվում մեր սահմանի այս կամ այն հատվածում, այլ խոսում ենք օրինակ Ադրբեջանի հետ առևտրի հնարավորությունների կամ այլ նոր հարաբերությունների ուղղությունների մասին կամ խոսում ենք Թուրքիայի հետ սահմանը բացելու կամ երրորդ երկրների քաղաքացիների համար այն անցանելի դարձնելու հեռանկարների մասին ու սա շնորհիվ օգոստոսի 8-ի համաձայնությունների է եւ ես ուզում եմ որ հատկապես այս տուրբուլենտ համաշխարհային այս ցնցումներով լի ժամանակահատվածում հատկապես կարևորենք ձեռք բերված այդ պայմանավորվածությունները, որոնք Միացյալ Նահանգների հեգեմոն այդ կարևոր երկրի միջնորդությամբ են տեղի ունեցել, որոնք եւ թույլ են տալիս մեզ վստահ լինել, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ուրեմն հետևողական կգտնվեն ձեռք բերված պայմանավորվածությունները իրականություն դարձնելու։ Բայց Ադրբեջանի նախագահ պարոն Բաբաջանյան օրերս հայտարարել է թե Զանգեզուրի միջանցքը դարձյալ օգտագործել է այդ տերմինը պետք է կյանքի կոչվի, հակառակը կլինի Հայաստանի համար ինքնասպանություն։ Ճիշտ է, այնտեղ նորից խաղաղության մասին է ակնարկում խոսում է, բայց դրան զուգահեռ նաև այսպիսի հռետորաբանություն է օգտագործում։ Այս տուրբուլենտ ժամանակներում հատկապես, օրինակ երբ Իրանում բավական խառը ժամանակներ են Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում, օրինակ Լատինական Ամերիկան, նաև հիմա Իրանը, սրանք վտանգներ չեն ստեղծում։ Ալիևը շատ ավելի վտանգավոր այլ հայտարարություն է անում, հատկապես ասելով, որ միջազգային իրավունք գոյություն չունի եւ գոյություն ունի ուժի իրավունք, ինչը մեզ առավել սթափ մեր հնարավորությունները եւ կարողությունները արագ ավելացնելու հրամայականի արժև է դնում եւ դա եւս մեզ համար օգոստոսի 8-ը պատուհան է որպեսի մենք սթափ կարողանանք գնահատել մեզ տրված այս հնարավորությունը եւ ոտքի կանգնելու իրավես այս պատուհանը կարողանանք ամբողջությամբ իրականացնել եւ տնտեսապես եւ տեխնոլոգիապես եւ մեր պաշտպանունակության, մարտունակության խնդիրները կարողանանք լուծել։ Իհարկե Ալիևի հռետորաբանությունը արմատապես փոխվել է։ Ես չգիտեմ ինչ նկատի ունի այդ ճանապարհի հետ կապված, բայց բոլորս ենք հասկանում, որ օգոստոսի 8-ի այլընտրանքը Հայաստանի կործանումն է, որտեղ դրա այլընտրանքը նոյեմբերի 9-ն էր։ Պատկերացրեք օգոստոսի 8-ը գոյություն չունենար հիմա։ Մենք բոլորովին այլ օրակարգ էինք հիմա ձեզ հետ քննարկելու, որովհետև դա հավելյալ անորոշություններ ավելացնելու եւ մեր հակառակորդներին հնարավորություններ տալու մտածել, որ դա հարմար առիթ է Հայաստանին հարվածելու։ Իրանում այս իրավիճակը աշխարհի կարևոր Միացյալ Նահանգների նման երկիրը զբաղված է այլ տարածաշրջաններում ինչ որ կրակներ շիջելով դժվար է պատկերացնել, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը կարող ենք
համակ ուշադրությունը կարողանանք սևեռել Հայաստանի վրա եւ օրինակ Ադրբեջանին կարողանանք զսպել, եթե օգոստոսի 8-ի համաձայնությունը չլիներ։ Այս իմաստով կարծում եմ, որ առաջիկա զարգացումները հատկապես հաջորդ ամիս, դրան հաջորդող ժամանակահատվածը իրապես լինելու են ճակատագրական։ Մենք սպասում ենք Միացյալ Նահանգների փոխնախագահին, որի այցելությամբ հիմնարկեքն է տեղի ունենալու տրիպի այդ ճանապարհի մեղրի հատվածում։ Ես գիտեմ, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը շատ ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ։ Անպատկերացնելի արագություն է ամերիկացիների կողմից, շատ կարևոր է, որ մենք հասցնենք այդ արագությանը, մենք երբեմն հապաղում ենք, նաև որտեղ կարողությունների հարց կա եւ այս իմաստով հույս ունեմ, որ առաջիկա զարգացումները ոչ միայն JD Vance-ի այցելությամբ, դրան հաջորդելու են այլ այցելություններ, շատ ավելի դինամիկ, շատ ավելի արագ եւ որակյալ կդարձնեն այն համաձայնությունները, որոնք օգոստոսի 8-ին ընդամենը հռչակագրային տեսք են տրվել դրանց, հիմա մենք պայմանագրային ուղղակի տեսք ենք հաղորդում դրանց։ Պարոն Բաղդասարյան, ինչ գործոններ են ձևավորում Վաշինգտոնի քաղաքականությունը տարածաշրջանում։ Էներգետիկա, անվտանգություն, հակառուսական ռազմավարություն, սա հարցնում եմ նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի վերջերս արած հայտարարությանը, թե Վաշինգտոնի համար տարածաշրջանում ավելի կարեհամատելով Հայաստանի հետ, ասում է ավելի կարևոր դեր ունի Ադրբեջանը։ Գիտեք, ես չգիտեմ ավելի պակաս, ոչ ոք չի հերքում, որ Ադրբեջանը իրապես ունի կենսական կարևոր նշանակություն, որովհետև այն ինչ կենտրոնական Ասիայով գալիս է, Ադրբեջանը ուղղակի այլընտրանք չկա, քան Ադրբեջանի տարածքով անցնել եւ ուրեմն միջին միջանցքը հնարավոր դարձնել կյանքի կոչելու եւ այո երկու կարծիք չկա որ Ադրբեջանը կարեւոր է բայց կարող եք ասել առանց Հայաստան եւ առանց Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհի ընդհանրապես ձեռք բերված պայմանավորվածությունները կարող էին կենսագործվել թե ոչ եւ պիտի ասեմ որ այս ամբողջ ճանապարհի երկայնքով Հայաստանը միակ քրիստոնյա եւ միակ ժողովրդավարական երկիրն է, որտեղ Միացյալ Նահանգները իր համար հենման կետ է գտել։ Եվ այս իմաստով կենտրոնական վրա, որտեղ այդ մասին էր ակնարկում նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ասում էր Հայաստանի վրա ինչ որ ճնշում է գործադրում Միացյալ Նահանգները։ Ես գիտեմ, որ Հայաստանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ Ադրբեջանը ահռելի լոբիստական ջանքեր է գործադրում։ Դրան ի դեպ օգնում են նաեւ Ռուսաստանի տարբեր հայ օլիգարխիկ շրջանակներ, ովքեր իրենց որպեսի Հայաստանի նախ մենք կարողանանք անհաջողության մատնել ձեռք բերված պայմանավորվածությունները ամերիկացիների հետ, չկարողանանք կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները, օրինակ կոնսորցիումը խափանենք հայ-ամերիկյան համաձայնությունները այդպես հնարավորինս երկարաձգվեն կյանքի չկոչվեն եւ մենք ստիպված լինենք այլ ուղղություններով փնտրել լուծումներ։ Ակնհայտ է որ վերջերս տեսակ տրիպի վերաբերյալ ռուսները որոշ այսպես ներվային հայտարարություններ են անում, Գալուզինի հայտարարությունը նախորդ տարեվերջին հենց դրա նշանն էր։ Այսինքն մենք տեսնում ենք որ ԱԳՆ-ի եւ կառավարության միջև կա բավական խզում Ռուսաստանի կառավարության եւ արտգործնախարարության Հայաստանի հետ կապված այս զարգացումների առնչությամբ կառավարությունը ավելի դրական եւ ավելի կոնստրուկտիվ է տրամադրված մինչդեռ ուրեմն արտգործնախարարությունը բավական լուրջ խնդիրներ է տեսնում Ռուսաստանի քաղաքականության եւ Ռուսաստանի քաղաքականությունը առաջ մղելու ուղղությամբ տրիպի պայմաններում։ Իհարկե այստեղ եւս մենք աշխատելու դաշտ ունենք եւ այս իմաստով կարծում եմ թուրքերի ակտիվացումը
չափազանց կարևոր է որպեսզի մեզ համար կանխատեսելի եւ կառավարելի լինի դեպ ասեմ որ մենք ենք եղել շահագրգիռ կողմը որպեսզի տրիպի այս ընդհանուր նախագծում Թուրքիան ավելի ակտիվ մասնակցություն ունենա որովհետեւ մեզ համար չափազանց կարևոր է որպեսզի Ադրբեջանը եւ Թուրքիան այլընտրանքային այլ ճանապարհ չկառուցեն Նախիջևանի տարածքով որը կշրջանցի այն ճանապարհը որով Հայաստանը ի վիճակի կլինի միանալ եւ կապվել Թուրքիայի հետ եւ այս իմաստով մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում ամերիկացիների հետ որպեսզի թուրք-ամերիկյան հարաբերությունները հնարավորություն տան այս պայմանավորվածությունները ուրեմն հնարավորինս հոգուտ տրիպի եւ հոգուտ Հայաստանի պահել դրանք ընդհանուր մեր քաղաքականության մեջ մեր պատկերացումների մեջ եւ իհարկե ես կարծում եմ որ թուրքերը որոնք շատ այսպես նախնական փուլում տրիպի համաձայնությունը խաղաղության գործարքից հետո անհանգստացած էին մեղադրում էին իրենց արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուներին որ Թուրքիան դուրս է մնացել այս համաձայնություններից հիմա նրանք ուրեմն Միացյալ Նահանգների թողտվությամբ կմասնակցեն այնքան որքան ամերիկացիները նրանց թույլ կտան իսկ ամերիկացիները ասեմ որ այս հարցում հասկանում են թե որքան նուրբ հարց է սա Հայաստանի համար եւ ասեմ ձեզ որ շատ ու շատ հարցեր որտեղ թուրքերը կարող էին շատ ավելի էժան մեզ product առաջարկել եւ շինարարության համար եւ մնացած աշխատանքների համար նրանք հաշվի են առնում Հայաստանի տեսակետը Հայաստանի դիրքորոշումը եւ չեն անում քայլեր, որոնք կարող են մեր կենսական, մեր հետաքրություններին դեմ լինել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր։